Բարի սիրելի հայրենակիցներ, մենք հենց հիմա գտնվում ենք Մայրաթոռում, մենք մեր նվիրյալ եղբայրներով եկել ենք մեր աղոթքը բարձրացնենք մեր Աստված, մեր Հայրը, ով երկնքում գտնվելով, հենց հիմա հսկում է մեզ, նայում է մեզ, մեր սրտերին, տեսնում է մեր մտքերը, մեր մտածումները, մեր նպատակները, եկել ենք մեր աղոթքը բարձրացնենք հայ ազգի փրկության համար, ինքը հենց հիմա դիտում է մեզ բոլոր այն մտահոգ հայերին, ովքեր որ կյանք են դնում հայրենիքի համար, ինչպես գիտեք, վաղը ժամը 3-ին, ամսի 12-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի առաջինացիային դատարանում կայանալու է Սեհովաց ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանի դատավարությունը, ես անձամբ նրան ճանաչելով, նրա այդ կյանքի հաղորդակցություն ունենալով, ինքը որպես ազգի նվիրյալ հավատքի մարդ, Աստծո մարդ, բոլոր բարձր ամբիոններից քարոզելով Քրիստոսակենտրոն ավետարանը, ես կարող եմ վկայել նրա անձի մասին, որ նա ընդունակ չէր ռազմական հեղաշրջման փորձ անելու։ Նա միշտ իր կոչերով, իր քարոզներով, իր խրատներով ժողովրդի մեջ միշտ քարոզել է սեր, միաբանություն, համերաշխություն։ Եվ վաղը մեր հորդորն է, մեր նվիրյալ եղբայրներիս հորդորն է ձեզ գալու այնտեղ, ձեր աջակցությունը, ձեր զորակցությունը հայտնելու մեր եղբորը։ Յուրաքանչյուր մտահոգ հայ պարտավոր է այսօր գնահատել կենդանի հերոսներին, որոնցից մեկը նա է։ Այնպես որ սիրելի հայրենակիցներ, բոլորս միաբան, անկախ ամեն քաղաքական հայացքներից, կրոնական հայացքներից, տարբեր մեզ տարանջատող հարցերից, մենք հորդորում ենք բոլորիս, ներկա գտնվելու այնտեղ, մենք անձամբ գնալու ենք, մեր զորակցությունն ենք հայտնելու և հաստատելու համար աստվածային արդարությունը Հայաստանի Հանրապետությունում։ Եղեք անկոտրում, մենք ուժեղ ենք մեր լեռների պես, որտեղ մենք մեր հոգու մեջ կրում ենք այն մեր սուրբ հայերի այն գենը, որը որ աստվածատուրը ի սկզբան է։ Լավ եղեք ժողովուրդ ջան, նվիրյալները ձեր հետ են, երբեք չընկճվեք։ Այս ծանր օրերին միայն մենք տեսնում ենք փրկության հույսը Աստծո մեջ և այն նվիրյալ հայերի մեջ, ովքեր որ անձնազոհ իրենց կյանքը կդնեն հանուն հայրենիքի և հանուն Աստծո։ Լավ եղեք ժողովուրդ։